որքան հանգիստ եմ հոգեպես, որ Ղարաբաղի օդկի հանցագործությունների մասին նյութերը հանձնվել են տպագրության և փոխանցվել Եվրոպայում բազմաթիվ վստահելի մարդկանց։ Այժմ կարելի է հանգիստ լինել, որ բոլորը կկարդան և կիմանան ամբողջ ճշմարտությունը։ Գրքի մի ամբողջ գլուխ նվիրված է նրան, թե ինչպես են սպանել Լևոն Հայրապետյանին, Քոչարյանի ընտանիքը, նրա հարազատները և սիրուհու մայրը։ Բայց այսօր ուզում եմ խոսել մեկ այլ, ավելի կարևոր բանի մասին։ Ո՞վ էր Լևոն Հայրապետյանը։ Նա իսկական քրիստոնյա էր, և այն ամենը, ինչ նա արել է, օրինակ էր և կոչ լինել թեկուզ մի փոքր նման նրան։ Եկեք հիշեցնենք, թե ինչ է նշանակում լինել քրիստոնյա։ Իսկական քրիստոնյան ձգտում է նմանվել Քրիստոսին, դրսևորելով սեր, հավատ, խոնարհություն և ողորմություն։ Հիմնական արժեհամակարգի մեջ մտնում են հավատարմությունը Աստծուն, ներողամտությունը, համբերությունը, ազնվությունը և մերձավորի հանդեպ հոգատարությունը։ Այս հատկանիշները արտացոլում են ներքին վերափոխումը և կյանքը, պատվիրանների համաձայն, հիմնված Աստվածաշնչի վրա։ Լևոնի շուրջ կանգնած էին Բակոն, Գարիկ Պողոսյանը, ղարաբաղցիների մի ամբողջ օվկիանոս, եղբայրներ և այլ հարազատներ, սիրուհին և նրա հանցագործ մայրը։ Այս մարդկանց մեջ որևէ քրիստոնեական բան տեսնում եք։ Համաձայնեք, նա կրում էր Աստծո սերը, իսկ նրա շուրջ կանգնած էին սատանայի կողմնակիցներ, որոնք մտածում էին, թե ինչպես նրան թալանել և սպանել։ Լևոն Հայրապետյան անձը սեր է։ Նա սեր էր տալիս անշահախնդիր Աստծուն և մերձավորին, ներառյալ թշնամիներին։ Ցույց տվեք գեթ մեկ մարդու Լևոնի շրջապատից, ով կարող էր կամ գիտեր սիրել այնպես, ինչպես նա։ Այդպիսի մարդիկ չկան։ Խոնարհություն, հպարտության բացակայություն, Աստծուց կախված լինելու գիտակցում։ Ղարաբաղում 99% տառապել է և շարունակում է տառապել հպարտությունից և ցինիզմից, իսկ Լևոնը երբեք հպարտ չի եղել։ Հավատ և հավատարմություն, Աստծուն վստահելը և նրա պատվիրաններին հետևելը։ Նման բան դուք չեք տեսնի այն բոլոր շակալների մեջ, ովքեր շրջապատում էին Հայրապետյանին։ Ողորմություն և կարեկցանք, օգնություն կարիքավորներին, վիրավորանքների ներում։ Նայեք, թե ինչպես են Լևոնի հարազատները վերաբերվում միմյանց։ Նրանք պատկերացում չունեն, թե ինչ է ներումը։ Օգնություն։ Ո՞վ էր Լևոնի շրջապատում ընդունակ օգնելու։ Ոչ ոք։ Համբերություն և հեզություն, կյանքի դժվարությունները հանգիստ տանելու ունակություն։ Ծիծաղելի է, բայց Ղարաբաղում և Լևոնի շուրջ նման մարդիկ չկային։ Նրանք ամբողջ կյանքում բողոքել են և բոլորից օգնություն են խնդրել։ Ազնվություն և արդարություն, ապրել խղճի համաձայն։ Այստեղ կարծում եմ, բոլորին պարզ է, որ Լևոնի շրջապատում խիղճ չկա և չի կարող լինել։ Ուրախություն և խաղաղություն, ներքին վիճակ, որը կախված չէ արտաքին հանգամանքներից։ Լևոնի շուրջ, բացի բացասականից և չարությունից, այլ բան չկար։ Նրանք միայն չարություն էին տարածում և փորձում էին գրպանել նրա հարստությունը։ Գիտեք, թե ինչն է ամենազզվելին Լևոնի հետ կապված պատմության մեջ։ Այն, որ բոլոր այդ կեղտոտ արարածները, ովքեր կանգնած էին նրա կողքին Ղարաբաղում և ձևացնում էին, թե հասկանում են, թե ինչ է քրիստոնեությունը։ Եվ մինչ նա աղոթում էր Աստծուն իր ժողովրդի համար, նրանք մտքում պլանավորում էին, թե ինչպես սպանեն նրան, խլեն նրա ունեցվածքը և հարստանան նրա հարստության վրա։ Այս իրավիճակի հրեշավորությունը այնքան մեծ է, որ պարզապես խոսքեր չկան։ Հայրապետյանը միայն կյանքի վերջում հասկացավ, որ ոչ ոք արժանի չէր նրա օգնությանը, սիրուն և բարի գործերին։ Տնային կալանքի տակ և բանտում գտնվելիս նա հասկացավ, որ բարությունը պատժվում է։ Երբ ես ուսումնասիրում եմ Լևոնի կյանքի պատմությունը, ես անկեղծորեն լաց եմ լինում։ Ինչպես հիմա եմ լաց լինում, երբ գրում եմ այս տողերը։ Հնարավոր է մենք, բարիք գործողներս, պարտվեցինք։ Բարությունը ոչ մեկին պետք չէ, որովհետև մենք, բարի մարդիկ, ուժեղ ենք չարերից, և նրանք, չար մարդիկ, սպանում և ոչնչացնում են մեզ, բարի մարդկանց, որպեսզի իրենց չարությունը վերածեն բարությամբ մեր ֆոնին։ Այժմ արդեն պարզ է, որ մեր տարածաշրջանում բարբարոսները ոչ թե թուրքերն ու ադրբեջանցիներն են, այլ Ղարաբաղի այն հայերը, որոնք Լևոնից ստանալով այդքան սեր, նրան հատուցեցին սև անշնորհակալությամբ։ Այժմ հասկանալի է, թե ինչու Ղարաբաղի բնակիչները անգամ մեկ հանրահավաք չկազմակերպեցին Հայրապետյանի աջակցությամբ, որովհետև ղարաբաղցիների սիրելի Բակո Սահակյանը Լևոնին գցել էր $2 միլիոն։ Նայեք այս մարդուն, Ռոբերտ Քոչարյանն է։ Նա գողացել է Լևոնի բաժնետոմսերը և սպանել նրան։ Նայեք այս մարդուն, Արա Աբրահամյանն է, նա Յունիբանկի բաժնետեր դարձավ սպանելով Լևոնին։ Նայեք այս սրիկային, նրա անունը Ռուբեն Վարդանյան է, և երբ Հայրապետյանը զանգահարում էր ու խնդրում փրկել իրեն բանտից, սույն սրիկա Ռուբենը հեռախոսին չէր չպատասխանեց։ Նայեք այս մարդուն, ռուսական հեղինակություն Սամվել Կարապետյանն է,
Թող յուրաքանչյուրը մտածի, ինչով էր զբաղված այս մարդը, ինչով օգնեց բանդիտ Տաշիշ Սամոն, ինչու էր անտարբեր նայում, թե ինչպես են սպանում Լևոնին, որովհետև ինքը նույնպես ստոր է։ Ես բազմիցս ասել եմ, որ Քոչարյանը եւ Ղարաբաղի օբկն, Ղարաբաղի ժողովուրդը եւ Լևոնի հարազատները սպանեցին ոչ թե պարզապես մարդուն, նրանք սպանեցին հորը եւ ծնողին, ազգի համար մտածող մարդուն։ Շնորհակալ եմ Աստծուն, որ նա ոչնչացնում է այն զավակներին, որոնք սպանում են իրենց ծնողներին։ Շնորհակալ եմ Աստծուն, որ նա կրակ եւ ռումբեր է ուղարկում նրանց գլխին, ովքեր թալանում եւ սպանում են իրենց հորը։ Ով Բարձրյալ, խոնարհվում եմ քո առաջ եւ շնորհակալ եմ, որ վտարեցիր տնից բոլոր այն զավակներին, որոնք իրենց կառուցած տան հորը վտարեցին։ Աստված իմ, դու իսկապես մեծ եւ արդար ես, եւ ես հավատում եմ, որ այս պատիժը միայն սկիզբն է իրենց հորը սպանողների համար։ Թող դու մաքրես այս երկիրը յուրաքանչյուր զավակից, ով սպանել է իր հորը եւ ծնողին։ Ամեն։